Տապանում հյուրընկալել եմ Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանին։ Պարոն Մեհրաբյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ, ողջունում եմ ձեր հարգարժան լսարանին։ Շնորհակալ ենք։ Եթե Հայաստանը շարունակի սիրախաղը Արևմուտքի հետ, ապա Ռուսաստանը հետ կվերցնի բոլոր նվերները եւ արտոնությունները, սպառնում են Պետդումայից։ Այս բովանդակությամբ սպառնալիքներ մենք նոր չէ որ ստանում ենք, վաղուց ենք ստանում, բայց այստեղ հետաքրքիր ձևակերպում էր նվերները։ Նվերը ենթադրում է առանց վճարի ինչ-որ բաներ նվիրել Հայաստանին։ Փորձենք հասկանալ ինչ է նվիրել այսքան ժամանակ Ռուսաստանը Հայաստանին։ Ինչ նվերների մասին է խոսում այդ դեպքում։ Ոչ մի նվեր, որովհետև ինչ եղել է, հակառակն է եղել, Հայաստանն է հանուն դարավոր բարեկամության լիքը բաներ նվիրել եւ ինչպես Ջոն Բոլթոնն էր ասում, կյանքը ցույց տվեց, որ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից անիմաստ էր եւ ողբերգական։ Եվ հիմա այդ կախվածությունը վերանում է, վերջ։ Իսկ արդեն ինչ են խոսում, ինչ չեն խոսում, դե իրենց էլ մնում են միայն խոսելը։ Եվ վաղ թե ուշ իրենք առերեսվելու են կամ հաշվի են նստելու այդ կախվածության նվազեցման հետ։ Իսկ Այդ տարբերակ չունեն, պարոն Մեհրաբյան։ Այո։ Կառավարության ծրագրին եթե անդրադառնանք, այնտեղ առանձին կետերով նշված էր, թե տարածաշրջանային երկրներից, աշխարհաքաղաքական կենտրոններից, որ մեկի հետ ինչպիսի հարաբերությունների մակարդակ է պատկերացնում գործող իշխանությունը, մասնավորապես արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում մատնանշվում է Եվրամիության, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության խորացումը, իսկ Ռուսաստանի պարագայում խոսում է գործընկերային հարաբերությունների վերափոխման եւ խորացման մասին։ Դուք ինչպես եք գնահատում արտաքին քաղաքականությանը վերաբերող այս մասը, ել չենք խոսում Իրանի, տարածաշրջանի երկրների մասին, արդեն հայտնի է թե ինչ ծրագրեր ունի գործող իշխանությունը։ Եվ մի կարևոր կետ, որ Ռուսաստանի մասին դրույթը ծրագրային համար 8 կետում է, հա, ոչ թե համար 1, 2, 3, լավ 5, չէ, 8։ Դա ըստ էության արտացոլում է այն իրողությունը, որը ձևավորվել է 26 թվականի օգոստոսի դրությամբ։ Մեկ տարի անց հայ-ամերիկա-ադրբեջանական պայմանավորվածությունից հետո, ինչը արմատապես վերաֆորմատավորել է մեր տարածաշրջանը, Ռուսաստանն էլ այդտեղ, ինչպես տեսնում ենք, որևէ դասավորության պարագայում ուղղակի անելիք չունի։ Ռուսաստանը կարող է օգտվել այս ամենից, երբ միջազգային հանրության հետ իր իսկ պատերազմի սանձազերծման պատճառով առաջացած խնդիրները կլուծի, նա էլ կարող է այս ճանապարհով էլի օգտվել։ Բայց այստեղ խաղի կանոն հաստատել կամ որոշումներ ընդունել, թելադրել, այս կամ այն երկրին իր տեղը ցույց տալ եւ այլ, նման բան նախատեսված չի եւ չի լինելու։ Հիմա նաև որոշ այսպես ինտելիգենտ ֆաշիստներ, որոնք հարցազրույցներ են տալիս, մեզ սպառնում են, որ այսպես թե այնպես Ուկրաինայի հետ պատերազմը կավարտվի եւ բոլորը դեռ կզղջան, այսպես պատասխան կտան իրենց վարքի համար այս պատերազմի տարիների ընթացքում եւ դա ասվում է, ասենք, հայերի եթերներում կամ հայերի հետ եթերներում մենք հասկանում ենք, որ այս ֆանտոմային ցավերը, որով տառապում է Ռուսաստանը այս ամպուտացիաներից հետո, որում այդ սերիան դեռ շարունակվելու է, դրանից պետք է իհարկե զգուշ մնալ եւ դրա համար էլ
Այո, մենք տեսնում ենք, որ արտաքին քաղաքականությունը եւ անվտանգությունը մեզ մոտ գնում են թեթևի։ Մենք տեսնում ենք, գոնե իմ սերունդը հիշում է, ինչ թունավոր մթնոլորտ է տարածում դաշնակցությունը հատկապես եւ Ռոբերտ Քոչարյանի սատարող շրջանակները։ Այո, այդ ատելության մթնոլորտը այո որոշակի բռնի գործողությունների ֆոն է ապահովում առնվազն։ Պետությունը պետք է ամենայի դեմը շատ կոշտ ձևով առնի, օրենք կա դրա համար։ Մարդիկ պետք է հրապարակային խոսքի համար նաև պատասխան տալ սովորեն։ Սենց չի, որ Բերյանի եկածը պետք է շախտա լնել պարլամենտի ամբիոնից, կամ ասենք այն ինչով զբաղված են դաշնակները, զբաղված են նույն բանով, ինչ որ զբաղված էին մինչև 98 թիվը եւ 98 թվականին Ռոբերտ Քոչարյանի կողմից վերաբացվելուց հետո եւ հոկտեմբերի 27-ն էլ հենց այդ ֆոնին էր, որ տեղի ունեցավ։ Եվ հիմա էլ այո նրանց որոշ ներկայացուցիչներ էլ ասում են հա դե լավ բացված գործել էլ ինչ է, քեզ ինչ ակնարկներ ա մեկ մյուս բան եւ այլն եւ այդպես շարունակ հենա Նայիրի Քունենյանը բանը ցմահ նստած է։ Իհարկե գիտեք ինչ պետության կարողության հարց է։ Մեր պետությունն այն աստիճանի է հյուծված եղել եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Ռոբերտ Քոչարյանների կողմից, որպեսզի դառնա մի հաշմանդամ պետություն, որ ընդհանրապես ի վիճակի էլ չլինի ինքն իրեն վերականգնելու։ Դա ընդհանրապես եղել է բոլշևիկյան քաղաքականություն։ Եթե այնուամենայնիվ ցարական Ռուսաստանը հայերի համար այստեղ վանդակ էր կառուցում, այնուամենայնիվ, բայց էլի նրա համար էր, որ նաև եվրոպական կոնցերտներում իրեն ներկայացնի որպես հայերի հովանավոր եւ ընկալվի որպես այդպիսին, ապա բոլշևիկները շատ ավելի ցինիկ էին, հայերի համար դա էլ են շատ համարում, իրենց պետք էր որ որևէ նույնիսկ տեսական շանս հայ ժողովուրդը իրենցից փոխվելու չունենա։ Եվ հենց այդ տրամաբանությամբ էր այդ տարածքի կտրտելը եւ հարևաններին բաժանելը եւ այլն։ Հիմա մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի բոլոր այդ պլանները այլևս չեն աշխատում։ Ռուսաստանի թիվ 1 ռազմավարական ակտիվը Հայաստանում դա Ռոբերտ Քոչարյանն է այսօրվա դրությամբ, որը առնվազն պակաս կարևոր ակտիվ չէ, քան ասենք այսօրվա վիճակում ռազմաբազան։ Եվ պետությունը պետք է կարողություն դրսևորի Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործոնը չեզոքացնելու համար, որովհետև այդ գործոնը ինքնիշխան ազատ անկախ Հայաստանի հետ անհամատեղելի է։ Կամ Հայաստան, կամ Ռոբերտ Քոչարյան։ Այս դիլեմայի առաջ է կանգնած պետությունը եւ այս դիլեմային պետք է լուծում տա օրվա իշխանությունը։ Ես Քոչարյանի մասով հարց ունեմ առանձին, բայց մինչև դրան անդրադառնալը, պարոն Մեհրաբյան, ուզում եմ խոսենք անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Ալեն Սիմոնյանի Դոշտ հեռուստաընկերությանը տված հարցազրույցին, որտեղ նա պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է ընդունել ռուսների մեծ հոսքին նոր մոբիլիզացիայից առաջ, նա ասում է, որ այո, մենք այդ մասով խնդիր չունենք, մեզ միայն մնում է ռուսներին ասել բարի գալու արդյոք ռուսների մեծ հոսքի դեպքում մենք իսկապես անվտանգային խնդիրներ չունենք եւ չպետք է այդ առումով մտահոգություններ ունենանք։ Դա մտահոգություններ իհարկե ունենալու ենք, բայց պետք է հասկանանք խոսքը ինչ քանակի մասին է։ Այս պահի դրությամբ մենք չենք կարող հասկանալ։ Մեկ եւ երկրորդը խոսքը Ռուսաստանից եկող հոսքի մասին է։ Այստեղ թե մենք պետք է խոսենք ներգաղթի մասին,
թե պետք է խոսենք հայրենադարձության մասին, այսինքն հայերի մասին։ Եվ ես ավելի առաջնահերթ եմ տեսնում հայրենադարձության հարցը։ Իհարկե ռուսները այստեղ գալով պետք է հասկանան, որ իրենց որևէ սոցիալական այսպես երաշխիքներ մեր պետությունը չի տալու։ Ինչպես ասում են, եթե իրենց հաշվին մնալու հարցը, հա, եկեք մնացեք, խնդիր չկա։ Հարգելով իհարկե Հայաստանի օրենքները եւ պահպանելով լոյալությունը պետության եւ հասարակության նկատմամբ։ Բայց մենք պետք է հիմա կենտրոնանանք հայրենադարձության վրա, որովհետեւ այդ մոբիլիզացիայից փախնողները նաեւ հայերն, նրանք ուր պետք է գան։ Եթե ոչ Հայաստան։ Այո, միայն Հայաստան եւ Հայաստանը պետք է աբսորբցիա կատարի այդ ալիքը։ Մենք այսպես բացասական փորձել ունենք դրա։ Չէ՞։ Ասենք մենք շատ վատ ենք ընդունել բաքվեցիներին։ Մենք ըստ էության Սիրիա հայերի հետ կապված էլ նորմալ մատներս չեն խփել, հա, դրա համար նրանցից ով եկավ 1 քառորդն էլ չի մնացել։ Եվ այլն։ Այս ամենը հաշվի առնելով, անցյալի դասերը, այո, եւ հասարակությունը եւ պետությունը պետք է պատրաստ լինեն այս նոր ալիքին։ Ինչ վերաբերվում է ռուսներին, այո, նաեւ պետք է մտածել, որ այստեղ գետոներ չառաջանան եւ պետք է հասկանալ ով ինչ մտադրություններով այստեղ գալիս ժամկետների առումով, որովհետև եթե նրանք գալիս են այստեղ, որ այստեղից հետո ուրիշ տեղ գնան, դա տարբերակ մեկ։ Եթե գալիս են այստեղ մնան, ապա լեզվական ադապտացիա, սոցիալական ադապտացիա, այդ ամենը պետությունը կազմակերպի եւ սա նաեւ ներքին գործերի նախարարության համապատասխան վարչության տիրույթում է այս հարցերը եւ ոնց որ թե պետությունը այո ավելի ծախս պետք է անի այս ինստիտուցիաները այնուամենայնիվ աշխատացնելու համար սրանք ձրի չեն աշխատում, չէ՞։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ոճը թանկ պիտակից չի սկսվում, այն սկսվում է ճիշտ ընտրությունից։ Jackpot Clothing Store, հագուստ տղամարդկանց, կանանց եւ երեխաների համար, առօրյա դասական հարմարավետ ու նորաձև ընտրություն, ամբողջ ընտանիքի համար, մի խանութ, տարբեր սերունդներ, հարյուրավոր ընտրություն։ Խանութում ներկայացված են նաև հանրահայտ Gava ֆիրմայի հագուստներն ու կոշիկները։ 1135 North Pacific Avenue, Jackpot Clothing Store, երբ լավ գնումը իսկապես jackpot է։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։
Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Շատ լավ, հիմա Քոչարյանի մասով պարոն Մեհրաբյան վերջին 8 տարում Քոչարյանը կալանավորվել է 4 անգամ։ Առաջին անգամ 2018 թվականի հուլիսի 27-ին մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով, վերջինը նախորդին այս տարվա օգոստոսի 25-ին այս անգամ խոշոր չափերի գույքի ապօրինի ձեռքբերման, փողերի լվացման մեղադրանքներով գործի շրջանակներում նրա ավագ որդին էլ եւս կալանավորվեց։ Հիմա անդիմությունը բնականաբար սա համարում է քաղաքական հետապնդում, ավելին սա կապեցին նաեւ բանակում տեղի ունեցող դժբախտ դեպքերի հետ, ասում են իշխանությունը ինչու հիշեց այս ամենը, որովհետեւ իրեն պետք էր խլացնել աղմուկը, այն հանրային դժգոհությունը, այն հարցերը, որոնք բարձրացնում են ենթադրաբար սպանվածների ծնողները, հարազատները, դուք ինչ առնչություն եք տեսնում եւ արդյոք 8 տարում, եթե չկարողացան այս հարցը լուծել մասնավորապես Քոչարյանի գույքի մասով, մենք գուցե հարցը արդիական չթվա, բայց ինչ եզրահանգումներ անենք։ Այդպես լինել, ել եմ ասում, Ռոբերտ Քոչարյան քաղաքական երևույթ է, որը Հայաստանում իր գործունեության ընթացքում ապականել է ամեն ինչ եւ արել է բանել, որը անհամատեղելի է պետության հետ եւ ներդրել բարքեր, որը անհամատեղելի է պետության հետ եւ նաեւ հենց այն ազգային ինքնության հետ, որի համար հանուն, որի իբր իրենք պայքարում։ Այո։ Դա եղել է սովետական Ադրբեջանի բարքերը Հայաստան բերելը։ Եվ թո Ալիևի անունն էլ քիչ տան։ Հեյդար Ալիևի պարտկոմները պետքա պիչ Ալիևի անունը քիչ տան, էլի։ Հասկանում եք։ Կոմսոմոլները եւ իրենց սատարող շրջանակները եւ այլն։ Գիտեք ինչ Չիկագոյի տերուտ իրական Ալ Կապոնեին էլի մի քանի անգամ բռնում էին։ Սպանության համար, ռեկետի համար եւ այլ բաների համար։ Նա մաֆիայի պարագլուխ էր դարձել այդ ժամանակ եւ Չիկագո քաղաքի տերուտ իրականն էր։ Նրան բռնում եւ բաց էին թողնում։ Եվ հետո բռնեցին։ Ոչ թե մարդ սպանելու համար, այլ առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու համար։ Հիմա մենք ոնց որ թե մոտեցանք դրան։ Շատ լավ, հոկտեմբերի 27-ի հետ կապված դու այնտեղ շոշափուկներդ քեզ պարզաջրել են։ Լավ մարտի 1-ով էլ են պարզաջրել, չնայած չեն պարզաջրել։ Դատավճիռ կա։ Հիմա այդ դատավճիռն աշխատացնելու համար էլ էլի քո շոշափուկներն առաջ չեն տան։ Այդ ամեն ինչը հասկացանք, բայց սա էլ հոփաստ է։ Այս դրա համար հո պատասխան պետք է տաս։ Դե կտաս վերջ։ Գիտեք ինչ, երբ հանրօգուտ քաղաքական որոշում ընդունվում, եւ հանրային անվտանգությունը, պետական անվտանգությունը այլևս անհամատեղելի են նման երևույթների հետ եւ հանրօգուտ քաղաքական որոշում ընդունվում այդ երևույթները չեզոքացնելու, ապա այն չեզոքացվելու է բոլոր դեպքերում եւ դա որևէ մեկի մտքով չանցնի, որ պետք է դուրս գալ պետության դեմ։ Հասկանում եք։ Չի կարելի։ Եվ վաղ թե ուշ գալիս է այս ամենի վերջաբանը։
Իսկ կապվածությունը իրադարձությունների բանակում տեղի ունեցողի հետ եւ Չկապ առհասարակ ունի։ դուք ձեր գնահատականը որն է, այդ մասով ակնկալիքներ ունեք պատասխանատվության կամ հարցեր ունեք պատկան մարմիններին։ Իհարկե հարցեր ունեմ, որովհետև այնիշ տեղի է ունենում դա նորմալ չի։ Դա ողբերգություն է։ Դա էապես բացասաբար անդրադառնում է բանակի բարոյահոգեբանական միջավայրի վրա։ Բայց այստեղ մենք տեսնում ենք այդ բարոյահոգեբանական ապահովում կոչվածը պետք է արմատապես վերափոխվի։ Չի արվում այդ բաները։ Ինչ է նշանակում դա։ Զամպալիտների այսպես կոչված ինստիտուտը, չէ, որը ժամանակակից բանակներում, ժողովրդավարական երկրներում կոչվում է բարոյահոգեբանական ապահովում։ Այդ ամբողջ հաստիկացուցակը պետքա մի հատ նորից բանի ենթարկվի, էլի, մի հատ քննության ենթարկվի, ով են այդ մարդիկ, ինչով են զբաղված են թե չէ, ինչ պատրաստություն են նրանք անցել։ Եվ սա այն ոլորտն է, որը ամենաարմատական բարեփոխումների պետք է ենթարկվի, ընդ որում հենց արևմտյան ստանդարտներով։ Այս զամպալիտական այս խուժանությանը պետք է վերջ տրվի ընդհանրապես։ Այս այլանդակ բարքերի խրախուսմանը պետք է վերջ տրվի։ Հրամանատարների գլխից պետք է Ռուսաստանը հանվի, հասկանում եք։ Որովհետև չի կարելի զինվորների հետ վարվել որպես չոբանը անասունների հետ, հա, ասենք իբր պատժումա հանումա զորամասից դուրս չգիտեմ ինչ անելու։ Եվ ձեռ եք առել ձեզ։ Դուք ամբողջ կանոնագիրքը բանակային ձեզ տալիս է ամբողջական իշխանություն։ Եվ այդ ամենը խոսում է միայն ձեր թուլության եւ անկարողության եւ տգիտության մասին, որ հասնում եք գործը նման պատիժների։ Չի կարելի այդպես։ Էլ չեմ ասում տարական ձեր բաները, պարտականությունները լավ չգիտեք։ Եվ այլն։ Այո, անելիք կա։ Շատ կա, եւ մենք խոսում ենք բանակի ռեֆորմի մասին, չկա մի այսպես եզրագիծ, որ ասենք, всё, այլ ռեֆորմի տեղ չկա։ Դա մշտական process է, բայց այստեղ առաջնահերթությունների հարց կա։ Կա առաջնահերթությունների հարց։ Այո, բանակը պետք է վերջնականապես դերուսիֆիկացվի բոլոր առումներով։ Այս բարքերը գալիս են ընդդեղից։ Հասկանում եք։ Իսրայելի բանակում, օրինակ, երբ որ սովետից գնացածների թիվը շատացավ բանակում, էլի սկսեցին ռուսական ձևով, էլ ձեդավշինա մեկ մյուս։ Դուք տեսնեք, ինչ դաժան միջոցներով այդ ամեն ինչը ուղղակի կասեցվեց։ Դատվեցին մարդիկ եւ այլն եւ այդպես շարունակ։ Հրամանատարների հետ հատուկ պատրաստություն իրականացվեց բացատրելու, հա, թե ինչ անասնական բարքերի հետ իրենք գործ ունեն եւ ինչա պետք անել դրա հետ։ Որից հետո ակտիվ միջոցառումների արդյունքում այդ ամենը վերացավ։ Դա 90-ականներն էր, 2000-ականներն էր։ Այո, մենք գործ ունենք Ռուսաստանից ներմուծված այս անասնական կարգու կանոնի հետ։ Իբր կարգու կանոնի։ Սա պետք է վերացվի։ Խնդիրը հենց այդպես պետք է դրվի։ Հուսանք կդնեն, պարոն Մեհրաբյան։ Հա, բայց մենք նաև պետք է հասկանանք ովքեր են այդ բարքերի կրողները, ովքեր են իրենց լավ զգում այդ բարքերի մեջ, հա? Գլուխները ջնջխելա պետք դրանց, իհարկե։ Հասկանաք։ Պարոն Մեհրաբյան, ուժեղ Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը դիմելով Տիգրան ասում է, ակնկալում ենք ձեր օգնությունը, որպեսզի պաշտպանենք ձեր տները, որոնք գործող իշխանությունը պատրաստվում է հանձնել։ Փաշինյանի հայտարարությունը, որ Տիգրան Հայաստանի տարածք չէ, ուղիղ դրա վկայությունն է։ Հիմա
Սա պարզապես շահարկում է, թե իսկապես վտանգ կա, որ անկլավներին հարցը կհասնի եւ անկլավների դեպքում Ադրբեջանը կպնդի, որ դրանք պետք է վերադարձվեն եւ մենք ինչ խնդիրների առջեւ կկանգնենք, եթե Փաշինյանն ընդունում է, որ Տիգրանաշենը Հայաստանի տարածք չի։ Տիգրանաշեն տեսեք, Արցախաշենը մերն է, թե մերը չի։ Մերն է։ Մերն է, բայց մեր հսկողության տակ չի։ Ահա։ Հիմա կա երկու լուծում։ Կամ մենք վերականգնում ենք մեր հսկողությունը Արցախաշենի նկատմամբ, բայց դա նշանակում է, որ հայելային պետք է Ադրբեջանը վերականգնի իր հսկողությունը Տիգրանաշենի նկատմամբ, հա? Տարբերակ մեկ։ Կամ տարբերակ երկու։ Այս անկլավները մնում է մեզ, այն անկլավը մնում է Ադրբեջանին։ Հետո գումարը հանում ենք անում։ Քառակուսի կիլոմետրի մասում, 6 թե 7 քառակուսի կիլոմետրի տարբերություն է։ Սա է լուծումը։ Բայց անկլավների տարածքը որպես կենսական նշանակություն։ Ինչ կենսական նշանակություն։ Ռազմավարական այդ առումով իրենք Բոլոր անկլավներն էլ ռազմավարական, ինչ Արցախաշենը ռազմավարական չի։ Դե բացատրեք, եթե Այդ ամեն ինչը ռազմավարական է։ Հիմա ես էլ եմ ասում, լուծման կա երկու տարբերակ։ Սահմանադրությամբ Արցախաշենը մեր Հայաստանի Հանրապետության տարածքն է, որը մենք հիմա չենք վերահսկում։ Կա տարբերակ, որ մենք վերահսկենք, վերահսկողությունը վերականգնենք Արցախաշենում, բայց դրա դիմաց պետք է նրանք վերականգնեն իրենց վերահսկողությունը իրենց անկլավներում։ Եվ տարբերակ երկու, ոնց կան հենց մնում է, այսինքն որևէ անկլավ որևէ մեկի մոտ չի լինում։ Ուրիշ տարբերակ չկա։ Այս պահի դերությամբ հələ գործը դրան չի հասել։ Եվ այս լալա հառաջ, չգիտեմ ինչ որ մլավոցները եւ այլն, դա միայն թուլացնում է Հայաստանի բանակցային դիրքերը եւ ներվայնացնում է Հայաստանի քաղաքացիներին եւ ծառայում է Ռուսաստանի շահերին այստեղ եւ այս մլավել շարունակողները թող դրա մասին մտածեն որ իրենք հետո ինչ գնահատականի են արժանանալու եւ հետո չնեղանան որ իրենց հասցեին վատ բաներ են ասում հասկանում եք Եվ վերահսկվող տարածքում ընտրություններ անցկացնելու այդ հանգամանքը նորմալ է, օրենքի խախտում չկա այդտեղ։ Դες պահին Հայաստանի քաղաքացիներ։ Որովհետև այդ առումով էլ ոնց որ հիշեցնեին Տիգրանաշենցիներին, որ դուք թեև մեզանից ավելի շատ ձայն եք տվել, բայց հիմա կանգնած եք ձեր տները կորցնելու։ Չկորցնելու։ Կորցնելու մասին չի խոսք։ Դրանք կարող են տեղափոխվել այլտեղ, եթե ինչ որ բան լինել եմ ասում։ Կա լուծման երկու տարբերակ։ Որն է լինելու դեռ պարզ չի, որովհետև դեռ խոսակցություն պետք է գնա։ Պայմանավորվածություն պետք է լինի։ Եվ եթե մենք գնում ենք նրան, որ էլ անկլավներ չեն լինելու, ուղղակի, չէ, ասենք մնում է այնպես ինչպես կա, դա պետք է մի հատ հավելյալ հանրաքվե արվի, որովհետև երկրի տարածք է փոխվում։ Եվ նույնը Ադրբեջանում Իրենք էլ իրենց հանրաքվեն պետք է անեն։ Հիմա պետք է տեսնենք ինչ է լինում։ Դեռ ձուկը ջրում, այսպես ասած, մարդիկ դրել են ինչ-որ տալուց առնելուց են խոսում։ Համբերեք։ Իսկ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման մասին մենք այս պահին կարծես թե այդպես նորություններ չունենք այդ մասով, դա ինչով է պայմանավորված, ԱՄՆ, Իրան տեղ ունեցող գործընթացներով, ներկայիս իրավիճակով։ Ոչ միայն, նաև Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի դեռ անորոշությամբ այս պահին։ Եվ մի քանի այլ հանգամանքներով, այո։ Եվ երբ կլինի որոշակիություն այնտեղ, որոշակիություն կլինի այստեղ։ Մեծ հաշվով։ Իսկ ինչ միջայդ Հայաստան իշխանությունը պետք է զբաղվի իր ներքին գործերով։ Ռոբերտ Քոչարյանի չեզոքացմամբ, ռուսական ներկայության լիկվիդացմամբ, ռուսական կուսակցության հիմնահատակ ջախջախմամբ, ինչի մասին բազմիցս ես խոսել եմ, պետք է մեկնարկ տրվի թրիփի շինարարությամբ,
Հայաստանը պետք է իր հաշիվները մաքրի ռուսական միությունների հետ։ Եվ այլն եւ այդպես շարունակ։ Հայաստանը պետք է զբաղվի իրենով։ Այս աղբը ռուսական պետք է Հայաստանից բերվի դուրս։ Այս աղբի վրա մլավող կատուները պետք է քշվեն այդ աղբից եւ աղբը վերանա կատուներն էլ գնան իրենց բանու գործին։ Պետք է արմատախիլ արվի կրիմինալը։ Բարեփոխումներն էլ լինեն բարեփոխում։ Շատ լավ, Բարեփոխումներն էլ այո լինեն բարեփոխում։ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։